Ադրբեջանի Թուրքիայի հետ պատերազմել են երրորդ կոմպոնենտով, անվտանգայինով, ճիշտ է, մարտի դաշտ, որտեղ պետք է շփում լիներ, բախում լիներ։ Այդ բախման ժամանակ դու պարտվել ես, ինքը հաղթել է։ Բայց այդ չի նշանակում, որ ինքը հետ է կանգնել իր տեղեկատվական եւ տնտեսական պատերազմից։ Ընդ որում օրինակ եմ բերում, հայերենական պատերազմի ժամանակ բախումը գետնի վրա էր, չէ, անվտանգային էր։ Տնտեսությունների շփում չկար, քարոզչականով համարը չկար։ Եվ գետնի վրայի հաղթանակն էր որոշում հետո այդ պետությունը մյուս պետության հետ ոնց է հարաբերում, ինչքան ուժեղ է, ինչքան է նվաճելու, համաձայն եք։ Հիմա այդպես չի։ Հիմա անվտանգայինով Ադրբեջանը հաղթել է Թուրքիայի հետ միասին։ Ինքը մտել է պատերազմի հաջորդ փուլը, տնտեսական եւ տեղեկատվական։ Բայց որպես այդտեղ էլ հաղթի, ինքը առավելագույն կոնտակտ չէ պետք ունենա մեր հետ։ Եթե չկա կոնտակտ, էլ ոնց է նվաճում։ Չէ, ինչ ասելա կոնտակտ։ Օրինակ Ադրբեջանը ու Թուրքիան տնտեսությամբ առավելագույն ներկայացված են Հայաստանում։